Ոչ շատեր կարծեն, ինչի միանգամից բնակելի հատվածը չես տեղադրել ռամայի վրա, որի անելը շատ ավելի հեշտ էր, այլ գնացի Տարսիոնը սարքելու ճանապարհով։ Ճիշտ է, այս ամենը սկզբում եւ որոշեցի սարքել, չէի մտածել, որ այսքան երկար կտևի, ու ինձանից լիքը փորձել ու մեծ ջանք կպահանջի։ Հիմա որ հետեմ նայեմ, հարց առաջանում, արժեր այսքան երկար ճանապարհով գնալ, թե ոչ, բայց այդ ամենը ավելի լավ կհասկանամ շահագործելու ընթացքում, որովհետեւ այս ամենը ուներ երկու հիմնական պատճառ։ Առաջինը կարողանում է ալկոհոլ ունենալ, որի տարածքը մտաբար նեղերես ասում, չգիտեմ, հետո արդարացված թե ոչ, մյուսը մեծ հիմնական պատճառը, երբ ուսումնասիրում է ամերիկյան եւ եվրոպական էքսպեդիցիոն ավտոտները, բոլորը միանշանակ պնդում են, որ եթե ուզում ես լավ օֆրոդ ունենալ, պետք է թույլ տաս ռամայի ազատ շարժ։ Եվ այս ամենի միակ լավագույն տարբերակը այդ 0 Տարսիոնային համակարգ ստանալն, որի առաջին սարքելու ժամանակ մեծ սխալ էր թույլ տվել, քանի որ ոչ մի աղբյուրում հիշված չէր, թե բնակելի հատվածի եւ ռամայի միջև Տարսիոնային կապի մեխանիզմը որտեղից պետքա ձգի։ Ու հենց գաղտնիքը այսպիսի փոքր նյուանսներում է թաքցված, որ պետքա միշտ անել փորձել ու հենց ինֆորմացիան գիտելիքից այդ դրանով է տարբերում։ Ու հա ավելի լավ է անել սեփական փորձերը սխալվել, քան լսել ուրիշներին չանել, հետո այդ ամեն ինչի համար փոշմանել։ Դե ինչ ես անգամ համար այսքանը չմոռանաք սեղմել հավանելու եւ բաժանորդագրության կոճակով, որովհետեւ հաջորդին ցույց եմ տալու թե որ ներկընտրեցի։